Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, եթերի Նրանտապանի կլոր սեղան քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր հաղորդմանը մասնակցում են Հայոց աշխարհի երկու արժանապատիվ տիկնայք պատմաբան Անժելա Տերյանը եւ գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։ Ողջունում եմ ձեզ, տիկնայք։ Այսօրվա մեր հաղորդումը ես կազմակերպելու եմ նպատակ ունենալով հասկանալ եւ ձեզ հետ միասին քննարկել եւ մեր հեռուստադիտողին ներկայացնել ըստի շատ կարեւոր հարցեր, բայց հեռու չգնանք։ Տեսեք, երկար ժամանակ ուրեմն հզոր պետականություն ունենալուց հետո մենք կորցրել ենք այն որոշ ժամանակահատված, մի քանի դար, եւ դրանից հետո ամբողջ համայն հայությունը ես չեմ կասկածում դրանում, որ մի երազանք են ունեցել նորից տեսնել Հայաստանը սեփական ամուր պետականությամբ, նորից վերականգնել մեր պետականությունը եւ ուրեմն սկսել նորից ապրել արժանապատիվ, ապրել միասին, հավաքել ամբողջ աշխարհում սփռված հայությանը մի հարկի տակ եւ շարունակել արարել, ինչը հայերի համար սովորական վիճակ է։ Բայց դրա համար, երբ 1991 թվականին մեր պետականությունը նորից վերականգնեց, ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր, թե Հայաստանի հայությունը, թե Սփյուռքի հայությունը, որովհետև մենք կրկին վերագտանք մեր անկախ պետականությունը։ Եվ դրանից հետո թվում էր, թե պետք է հասկանալի լինի այն դարեր շարունակ այսպես փայփայած երազանքը, որ պետականությունը պիտի լինի առաջինը, ով որ պիտի պահպանի մեր հայկական ինքնությունը, դասեր քաղի մեր պատմությունից, վերականգնի մեր պատմական փառքն ու պատիվը, մշակույթը զարգացնի, լեզուն զարգացնի եւ սկսի արարել ուղղակի այդ իրավիճակի մեջ, բայց մենք ունեցանք ճիշտ ասած հակառակ պատկեր։ Գնալով սկսած 91 թվականից մեր պետականությունները, մեր պետական ղեկավարները, ավելի շուտ մեկ պետականության պարագայում, ավելի ու ավելի քիչ ուշադրություն էին դարձնում մեր ինքնությանը, մեր մշակույթին, մեր արվեստին։ Ես հիշում եմ նույնիսկ նախագահներից մեկի այսպիսի ֆրազ, որը արտահայտեց մի շատ հարգարժան մշակույթի գործիչի, ես խոսում եմ Գագիկ Կինոսյանի մասին, որ հայկական արվեստը, հայկական մշակույթը մրցակցելի չի միջազգայինի հետ։ Այսինքն այդ նրանց պատկերացումը, նրանց մոտեցումը բերում էր նաև քաղաքականության մեջ որոշակի որոշումների։ Ճիշտ է, այն ժամանակ դեռ մշակույթին ինչ-որ օգնություն էին տալիս, ինչ-որ կոպեկներ էին գցում, եւ այլն, բայց դա չէր գտնվում մեր պետության այսպես առաջնահերթությունների մեջ։ Ներկա իրավիճակում պատկերը ավելի վատացավ։ Ներկա իրավիճակում ելնելով քաղաքական որոշ անհրաժեշտությունից կամ պատկերացումներից, մեր իշխանությունները սկսեցին ընդհանրապես պատմությունը Հայաստանը կտրել պատմությունից, համարելով, որ մեր պետությունը պատմություն չի ունեցել, որ պետք չի երազանքներով ապրել դեպի վերականգնելու համար մեր բնուրանում հայկական պետություն ունենալու երազանքը եւ պետք է բավարարվել այսօրով, այսօրվա պետությամբ եւ նույնիսկ այսպես հակադրություն մտավ արհեստական իմ կարծիքով իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ։ Եվ կտրվեց մեծ հաշվով կտրվեց կապը Սփյուռքի հետ,
մեր ներկա ղեկավարը համարեց, որ ինքը պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնող քաղաքացիների համար, նույնիսկ պարտադիր չի, որ նրանք հայոն են, դա բնական է, ճիշտ է, բայց թուրքը մնաց բոլորովին անտեր։ Ես նկարագրեցի իմ պատկերացումները այն իրավիճակի մեջ, ինչ որ մենք ապրում ենք, եւ այս իրավիճակը պետք է մի հատ մենք ձեզ հետ միասին այսպես ընկալենք եւ փորձենք միասին գտնել, թե ինչ գործողություններ կարելի անել այս իրավիճակից դուրս գալու համար։ Համեցեք Տիկին ասա։ Շնորհակալություն։ Ուրեմն դուք թանուր անդրադարձ արեցիք գրեթե ժամանակաշրջանին նրա անհրաժեշտությանը, նրա պակասին, եղածի պակասին եւ այն անելիքին, որ պիտի այսօր մենք խոսենք։ Մենք բոլորս իհարկե ուսյալ, կրթյալ խավը գիտի, որ մշակույթն է ազգի պատմությունը։ Հիմա ես ուզում եմ մեր ունկնդիրներին մի բան հիշեցնել։ Երբ որ Իրաքի վրա հարձակվեցին մի գիշերում, որտեղ Իրաքում մի ընտիր թանգարան կար, որտեղ ամբողջ շումերական այնտեղ եւ հերոգլիֆները եւ պահպանված այլ մեր թվարկությունից առաջ արտեֆակտներ, այդ բոլոր բան մի գիշերում այնպես անհետացրեցին այդ նմուշները, որ զարմանալի էր, առավոտյան հետքերը չգտնվեցին։ Ինչու? Որտեվ չկա մշակույթը, չկա անցյալ ազգի, դա նշանակում է այդ ազգը գոյություն չի ունեցել։ Հիմա ինչու, երբ որ Ալիևն ու մյուս մեր թշնամիները թուրքերից սկսած, ջհուդներից ու մյուսներից վերջացրած, երբ որ որոշակի քայլերի են դիմում, հատկապես երբ որ վերացնում են երկու բան՝ մշակույթը առաջի հերթին, ազգային մշակույթը, հիշում եք ամարասուն տարբեր տեղեր քարերի վրայից քրել էին հայկական տառերը, իսկ 20 թվականին, երբ որ Շուշիում մոտ 20-30 հազար ջարդեր եղան անգլիացի էմիսարների ներկայությամբ, որոնք ջարդերը կազմակերպեցին, հետո հեռացան, ուրեմն տների պատերից քրել էին տանտերերի անուն ազգանունները։ Եվ այդ մենք սովորաբար խոյի նշանն ենք տեղադրում տան պատերին, ուրեմն ջարդել էին այդ խոյերի գլուխները եւ այլն, այսինքն մշակույթը տվյալ ազգի ողջ պատմությունն է, գիրն է, նրա պատվիրանը գալիք սերնդին, այնտեղ կա եւ դաստիարակություն, եւ արվեստ, եւ ուրեմն պատրաստվածություն, եւ կռվի պայքարի մեջ առաջնեկություն, բոլոր բաները կա։ Այ Գագիկ Գինոսյանի մասին դուք հիշեցրեցիք, լույս իջնի իր հիշատակին, նա բացառիկ ազնվորություն էր եւ բացառիկ հայ իր կատարելության մեջ, միջայլոց նա Վազգեն Սարգսյանի հետ այդ մահապարտների խմբից էր, նա ես գրեցի մի անգամ իր բարի կազմակերպման աշխատանքների գիտակցությունը մեր ժողովրդի մեջ, ասելով, որ պարը գիր է, պարը շարժումների միջոցով գիր է, դա գաղտնագրություն է, որ թողնում է սերունդներին գրագետ եղեք, իմացողից հարցրեք, թե դա ինչ է նշանակում, եւ Գագիկը ապրի, այդ օրվանից պարը տարածվեց Հայաստանում, այդ պարը նաեւ համախմբում է, այ որ հիմա ժողովուրդը սկսել է վերջին ժամանակներում իրար ատել, զարմանալիորեն այդ ատելությունը, ուղղակի դա ինձ գիտեք, ինչպես ասեմ, մեր այս տարիների պայքարը, մեր այս տարիների այն ինչպես որ նշեցիք, պետականություն չունենալու հանգամանքը ու հանկարծ բախտ վիճակվեց մեզ, որ մեծ դժվարությամբ կարողացանք ստեղծել մեր հայոց պետականությունը, անկախ պետականությունը, հանկարծ դու զգում ես, որ ստեղծված պետականության մեջ եւ պլյուս դրան էլ այդ դժվարին օրերին մենք հենց մեր մեջ հայոց պետականության բուրըն երազանքը այնքան մեծ էր, որ դա մեզ ուժ եւ քաջություն էր տվել, մենք կարողացանք պատերազմում հաղթել, այո, եւ ձեռք բերեցինք հողատարածք եւ դա դարձավ մեզ համար այսպես մեծ առավելություն, որ մենք ունենք հաջողություններ առաջիկայում եւ հայոց պետականությունը հզորանալու է։ Մենք ընդամենը հետ բերեցինք մեր
հայրենիքի մի փոքր մասը։ Մի չնչին մաս, որտեղ կար նաև Տիգրան Մեծի կառուցած բերդը։ Տիգրան Մեծը դա պատահաբար այնտեղ չէր կառուցել։ Նա այդ բերդը կառուցեց, որպեսզի ցույց տա, որ նախ հիմնականում այնպես որ Արցախը կարողանա ինքն իրեն պաշտպանել, հասկանա որ թագավորական ուժ կա այստեղ, ամուր պահի բերդը դա ամրության նշան է։ Այսինքն դա հայկական տարածք էր եղել այո, եւ ցավոք սրտի այսօր Ալիևը ոչ միայն դատարկեց էսկալացիայի ենթարկեց մեր անմտության, մեր անտարբերության, հայրիս մեջ եղած ոնց ասեմ, այդ ագահության ունենալու, թալանելու, ավերելու պետությունը իրենց համար դարձավ ոչ թե ազգային պաշտպանության խոշորագույն միջոց, համազգային հավաքականության կենտրոն, այլ այդ պետությունը դարձավ միջոց, հնարավորություն, որը թույլ տվեց, որպեսզի նրանք ազգային հարստությունը հիմնովին թալանեն օֆշորներում եւ այլուր եւ իրենք դառնան միլիորդատերեր։ Եկեք մենք հիշենք, թե երբ որ Արցախը գրավեցին եւ Ալիևը այդպես հեշտությամբ 5 պետությունների օգնությամբ կարողացավ այդ հաղթանակը տանել, Ալիևը ասաց, այն օրերին, երբ որ դուք դղյակներ էիք կառուցում եւ թալանում ձեր երկիրն ու հանքերը, ես բանակն էի զինում։ Սա թշնամու խոսք է։ Մենք թշնամուց էլ սովորելու բաներ ունենք։ Հիմա ինչ որն է մեր խնդիրը։ Եթե տեսեք ամեն ինչում ես մեղադրում եմ այն անձանց, որոնց մենք վստահեցինք, ում հավատացինք, դե մեկը պետք է լինի առաջնորդ, չէ՞։ Եվ մենք այդ մեկին ենք տալիս այն բոլոր հնարավորությունը, ինչը որ մենք ուզում ենք, եւ մեզ թվում է, որ նա այդպեսին էլ կանի, նա հաղթահարելի պիտի լինի։ Եվ վերջապես հենց այդ օրերին մեր մեջ նստած էր նժդեհյան գաղափարախոսությունը լինել ուժեղ, ավելի ուժեղ, ամենաուժեղը։ Այ դա մենք մոռացանք։ Այդ օրերին լավ նժդեհականությունը գնում էր, բայց հետո ինչ եղավ։ Ես զարմացած մնացի։ Տիկին Ասատրյան, դուք ասեցիք մշակութային ոչնչացումից սկսվեց ամեն ինչ։ Ես ուզում եմ դիմել Տիկին Տերյանին։ Տիկին Տերյան, արդյոք մեր պատմության մեջ այդ մշակութային էքսպանսիան ինչ որ նոր բան է։ Արդյոք նախկինում էլ չեն փորձել մեր մշակույթը խեղաթյուրել, յուրացնել, որ անուններ դնել, ակնհայտ փաստերը խեղաթյուրել։ Ես խոսում եմ նույնիսկ օրինակ սովետական շրջանում հայկական պատմագիտության այդ ուսումնասիրությունների մասին, այն խայտարակությունը, որ եղավ Ուրարտուի հետ կապված եւ այլն։ Այսինքն կարծես կա մի հատ ինչ որ անտեսանելի ձեռք այս ամբողջ պատմական ընթացքում, որ անընդհատ փորձում է հայերի ինքնությունը ոչնչացնել, յուրացնել, գողանալ, ասել, որ այդպես չի։ Հիմա օրինակ Ադրբեջանում ամենամեծ այսպես տրենդը նա է, որ մարդկանցից երևի ճնշող մեծամասնությունը պատկերացնում են, որ հայերը տեղաբնիկ չեն, որ հայերը պետություն չեն ունեցել, որ հայերը եկել են ինչ-որ տեղից, ես չգիտեմ, Հնդկաստանից կամ ինչ-որ տեղից, եւ սա այնպես դասագրքային մակարդակով այնպես է մատուցվում, որ այդ պատմական խեղաթյուրումները հետագայում եւս մեծ խնդրեմ են դառնալու հայկական պետության համար, ոչ թե ինչ-որ խաղաղություն եւ այլ, եթե մարդկանց մեջ սերմանում են, որ այս մշակույթի տերը նրանք չեն, մենք ենք, սա մեր մշակույթն է, նրանք մեզնից են գողացել եւ այս ամբողջը բերում է նրան, որ մենք ունենում ենք բավականին դժվար իրավիճակ։ Ես կխնդրեմ ձեր պատմական ուսումնասիրությունների Աջիկով։ Իմ կարծիքով, իմ ուսումնասիրությունների հիման վրա ես կարող եմ ասել, որ մեր դժբախտությունների պատճառը հիմնականում մեր լավ լիրներն է, այսպես ասած, կիրճ, զարգացած, մշակույթ, պատմություն ունենալն է եւ մեր հարևանները մշտապես նախանձել են մեզ։ Իսկ եւ ամեն ինչ արել են, որ ոչնչացնել մեր մշակույթը, մեր պատմությունը, հենց դրա արդյունքն է, որ նաեւ սովետական շրջանում սկսեցին մեր պատմությունը խեղաթյուրել, ուրիշ այլ կերպ ներկայացնել, Ուրարտուն կտրել մեզնից եւ այլն,
Բայց ամեն դեպքում այսօրվա մեր դժբախտությունների պատճառը իմ կարծիքով հենց անհաջող առաջնորդներն էին, որոնք նշանակվեցին, ոչ մեզ թվում էր մենք ընտրեցինք նրանց, բայց նրանք նշանակված էին եւ նշանակված էին ամեն ինչ ավերելու, թալանելու, սա իրենց երկիրը չէր կարծես թե նրանք այստեղ եկել էին կամ նշանակվել էին միայն վայելելու համար, միայն թալանելու, նրանց չէր հետաքրքրում ոչինչ։ Առաջի հերթին դա եւ ես ընդհանրապես միշտ բարձր եմ գնահատել առաջնորդի դերը։ Առանց առաջնորդի ոչ մի երկիր չի կարողացել առաջ գնալ։ Եվ ես միշտ այդպես եմ պատկերացնում սովորական ձևով երկիրը զարգանում է իր համար, շատ սովորական ձևով բոլոր երկրները ենթադրենք, հանկարծ հայտնվում է մեկը մի պետության մեջ, որը սկսում է այլ կերպ մտածել, որը ինչ-որ կամ իր ժողովրդի համար ինչ-որ մի լավ բան է ուզում անել եւ կամ զորքով, կամ մշակութային, կամ ռազմական ճանապարհով ինչ-որ մի բան անում է, այնպես որ առաջնորդի դերը ահա որ մեծ է, շատ մեծ է եւ մենք պետք է միշտ հասկանանք, որ մենք պետք է լավ առաջնորդ ունենանք։ Այդ առաջնորդներ տեսնում ենք ինչ են անում, շատ հնարավոր է մահափորձ, սպանություն, ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք նաեւ դրան։ Պետք է ինչ-որ բաներ արվի, հենց այնպես չի կարելի էլ ասել, այսպես է ու վերջ, ինչ-որ բան պետք է արվի եւ դա պետք է անի մտավորականությունը իսկապես, բայց մտավորականությունը մենք տեսնում ենք ինչպես է մտավորականությունը վերաբերվում եւ անցյալում եւ հիմա միշտ բոլորը ով որ եկել է Հայաստանը նվաճել է, առաջին հերթին մեր ազնվականներին են վերացրել, իշխաններին են վերացրել, իսկ մտավորականներ հենց նրանք էին այն ժամանակ, բայց այսօր արդեն մտավորական ազնվականներ չունենք այլևս, ուրեմն մտավորականներն են մեր շարժիչ ուժը, բայց այդ մտավորականները հիմա այնպիսի վիճակում են հայտնվել, որի վիճակի չեն բերան բացելու, գիտենք ինչ հալածանքներ են եղել 30-ական թվականների մտավորականներ, եւ հիմա մեր պատմության խեղաթյուրումը նաեւ դրանից է գալիս, երբ որ 30-ական թվականների այդ ամբողջ այդ պատմությունը եւ մեր մտավորականությունը, մեր մտավորականության ծաղիկը փաստորեն ոչնչացավ եւ ամեն ինչ դրվեց, պետությունը դրվեց ոչնչությունների ձեռքը։ Ես միայն մի դեպք կարող եմ ասել, Շենգավիթը պեղող հնագետը ուրեմն երբ 30-ական թվականներին պեղում էր Շենգավիթը, ինքը այնտեղ հայտնաբերեց 3-րդ հազարամյակի նյութեր, բայբուրցյաններ, դա 3-րդ հազարամյակի նյութեր, եւ Մոսկվային հայտնեց, որ նյութերը 3-րդ հազարամյակի են։ Մոսկվայից ոնց թե 3-րդ հազարամյակում Երևանում հայտնաբերվել է հնագիտական հուշարձան, այդպիսի բան չկա, սպասեք գալիս ենք։ Հնագետները գալիս են Մոսկվայից եւ նայում են նյութերը, սա 2-րդ հազարամյակից այն կողմ չի կարող լինել։ Այն դեպքում, որ հիմա մեր հնագետները ասում են դա 5-րդ հազարամյակ է, դա 6-րդ հազարամյակ է, պատկերացնեք 6000 տարի, իրենք 3000 տարուց չէին ուզում լինի։ Եվ ստիպեցին, այս Բայբուրցյանը ասում է ոչ, սա 3-րդ հազարամյակ է, ամենակիչն է ասում ինքի միջալոց։ Հասկանում եք, որտեղ Շենգավիթը 6-ից 3-րդ հազարամյակի մշակույթ ունի, ինքը ամենացածրն է ասում։ Եվ դրա համար դա կյանքով հատուցեց։ Դրանից հետո մինչև 60 թվականը ոչ մեկը չէր փորձում մոտենալ Շենգավիթին։ Միայն 60-ական թվականներից նորից Շենգավիթը պեղեցին։ Մեր մտավորականները նաև այսպիսի վիճակում են հայտնվել։ Այնպես որ մի անգամ բոլոր մեղադրել ասել մտավորականները լուռ են, նրանց հեշտ է խեղճացնելը։ Եվ ֆինանսապես, եւ ֆիզիկապես նրանք պաշտպանված չեն։ Դրա համար, բայց այնուամենայնիվ պետք է ինչ-որ բան անել։ Ես չեմ կարծում, որ պետք է այս վիճակին հետ հաշտվենք, պետք է ինչ-որ բան պետք է անել եւ փորձում ենք այ տեսեք Ռուզաննա դուք էլի կան այդպես պայքարողներ ասում են իրենց խոսքը հիմա ինչ ասեմ ամբողջ աշխարհում տեսնում ենք ինչ է կատարվում այս հայտնաբերված նոր դոկումենտ վավերագրական կադրեր ցույց են տալիս ասում ենք համաշխարհային կառավարություն գոյություն ունի այ համաշխարհային կառավարությունը այդպիսի մարդիկ էին այդ կառավարության մեջ այդպիսի մարդիկ էին մտած որոնք աշխարհը ղեկավարում էին եւ հենց նրանց պատճառով է որ մենք այս վիճակում ենք հայտնվել նրանք Ներեցեք, ես ուզում ձեր խոսքին ավելացնել մի բան, ուրեմն 93 թվականին ես հանդիպեցի պատմաբան Հայկ Խաչատրյանին, մի փայլուն հայրենասեր, որը գրել է Տիգրանից գիրքը նաև, ուրեմն նա ինձ ինչ ասեց, Ռոզան, մի գաղտնիք պիտի հայտնեմ քեզ, բայց չբարձրաձայնես, ասի ինչու, այդ ինչ բանա որ չբարձրաձայնեմ, թե դու գիտես, որ Երևանը ոչ թե 2780 տարեկան է, այլ 6000 տարեկան է Երևանը, ասացի, բա իսկ ինչու չի հրապարակվել ոչ մի տեղ, ասաց, որ Ռուսաստանից եկել են հնյաբաներ,
հայտնաբերել են դա, բոլորն էլ գիտեն, բայց ասում ինձ ասացին, որ այդ մասին հանկարծ Այո. չբարձրացանեք, չասեք, ոչ Այո. ոք թույլ չի տա։ Այո, չի Փաստորեն ես այդ մասին նամակ գրեցի այն ժամանակ քաղաքապետը, ով էր չեմ հիշում, Հա. քաղաքապետին նամակ գրեցի, որ հիշեք։ Հիմա էլ Երևանը մինչև հիմա 6000 չեն տարեկան ընդունում։ է։ Մինչև հիմա չեն ընդունում, հա, նույնիսկ մեր մասնագետները չեն ընդունում դա։ Ես իմ վրա եմ զգացել, ինչ հարցակման ենթարկվեցի մեր հնագետների կողմից, երբ որ ասի Երևանը 6000 տարեկան է։ Եվ մեր այսօրվա հնագետներն են հարցակվում, ուր մնաց թե 30-ական, 40-ական Ինչպես կարող եք դա բացատրել։ Ինչու է այդպես։ Ինչու ասենք Այո. օրինակի համար Դաստիարակությունը։ Հայաստանի պատմության մի մեծ կտոր, փաստորեն, Այո, հնագույն ժամանակների, այո։ կարծես թե փորձեցին կտրել Հայաստանից Ուր եւ արտում։ առանձին Այո. պետություն։ Ինչու։ Շատ բարձ է, նախանձ է։ Ես ասեցի, մենք այն գլխից, այսպես ասած, երբ որ շրջապատված էիք, երբ որ սեմական ցեղերը արդեն ներխուժեցին Միջագետ, հայկական Լեռնաշխարհ, ստեղծեցին իրենց պետությունները, Աքադ, բանը, հետո Ասորեստան, Բաբելոն եւ այլն, դրանք սեմական ցեղեր էին։ Իսկ մենք արիական ցեղեր ենք։ Եվ հակամարտությունը հենց այդտեղից սկսվեց։ Սկսվել է դա դեռևս 4-րդ հազարամյակում, 3-րդ հազարամյակում։ Եվ այդ պայքարը գնում է մինչև այսօր, սեմական ցեղերի եւ արիական ցեղերի կամ հնդեվրոպացիների միջև։ Նրանք ուզում էին ցույց տալ, որ դուք ոչինչ եք, ոչինչ չեք ստեղծել, մենք էլ ուզում ենք ցույց տալ, որ ստեղծել ենք։ Եվ ահա այս հակամարտությունը մինչև այսօր շարունակվում է դա։ Եվ չգիտեմ, բայց այնուամենայնիվ մենք պետք է չլռենք, մենք պետք է մեր պատմությունը գրենք, ուսումնասիրենք, մեր բոլոր քաղաքները շատ հին են, բոլոր մեր հին Արմավիրի մասին վերջերս կարդացի, հրաշք է ուղղակի, Արմավիրը, մեր առաջին մայրաքաղաքը, որը հիմնադրել է Հայկի որդին, Արամայիսն է հիմնադրել, եւ ինչն է հետաքրքիր, որ Արմավիրում 7 սերունդ Հայկից հետո, ես այստեղ կարդամ, Ամասիա, Գեղամ, Հարմա, Արամ, Արագեղեցիկ, Անուշարան Սոսանվեր, բոլորը այդ 7 սերունդ է լինում, բոլորը Արմավիրում են ապրել, պատկերացնում եք։ Հիմա ես մտածում եմ, որ Արմավիրը Արատտան է, որովհետև Արատտան պետություն չի եղել, նա քաղաք պետություն է եղել։ Եվ հիմա Արմավիրը իր տարածքով մոտավորապես 10,000 քառակուսի կիլոմետր տարածք է վերցրել, այնտեղ այդ Արմավիրի այսօրվա մարզի մեջ եւ ընդհանրապես այդ Արմավիրի մեջ մտնում են ուրեմն Մեծամորը, Մոխրաբլուջ, հետո Արգիշտի Խիլին, երբ որ Արգիշտի Խիլինից այնտեղ քաղաք, Արմավիրի տարածքում է Արաքսի ափին, Ձախ ափին է հիմնադրել քաղաքը։ Այս բոլոր քաղաքները մտել են հենց Արատտայի մեջ, դա Արատտան է։ Ինչն է այդպես թույլ տալիս, որ ես այդպեսի բան ասեմ։ Գիլգամեշի մասին գիտեք, որը փորձում էր անմահություն ձեռք բերել, դա անմահություն գիտենք, որ Սրբազան օրենքների երկիրը, անմահության երկիրը Արարատն էր, Արարատ երկիրն էր եւ իր այդ Արատտա քաղաք պետությունն էր։ Եվ գալիս է այնտեղ այնպեսի տողեր կան, որոնք բացահայտ ցույց են տալիս, որ ինքը գալիս է Արատտա, հենց Արմավիր, դա Արմավիրն է։ Ասում է ինքը ծովեր անցավ, ծովը գետն է իհարկե։ Լեռներ, Այո, լեռներ անցավ, լեռը մեր մասից մաշուն են, դեռ մաշու անվանում է հիշատակվում է։ Ուրեմն այդ անցնելուց հետո հասնում են դաշտ, որտեղ խաղող է եղածում։ Պատկերացնեք, այդ բոլորը նկարագրված Արարատյան դաշտն է, չէ՞, եւ հետո դրանից հետո միայն Արատտան է։ Այսօրվա մեր Արմավիրն է։ Եվ այսպես փակում են ամեն ինչ, թույլ չեն տալիս, որ մենք մեր պատմության տերը լինենք։ Եվ ներողություն ամենակարևորը, երբ որ Գիլգամեշը ուտնափիշտիմից նույնից ստանում է անմահության ծաղիկը, ետ վերադարձին հոգնած է լինում եւ այնտեղ մի սառն աղջյուր է տեսնում, շորերը հանում է, մտնում է լոանա եւ դուրս է գալիս օծը գոհանում է անմահության ծաղիկը։ Այսինքն սա ուրիշ խորհուրդ ունի իր մեջ, որ անմահության ծաղիկը մնաց Արատտայի երկրում, նա չգնաց ուրիշտեղ, չնայած ուրիշտեղ չէր։ Գիլգամեշը դա շումերական էպոսի հերոսն էր, իսկ շումերները հայեր են եղել, այդ մասին իհարկե շատ լավ գիտեք, Զագրոսի լեռներից դեպի միջերգրականի թխուն հողերի տարածքների վրա իջան ու բնակվեցին եւ այդպես էլ տարածվեց։ Իրերը գողացան։ Հենց շումերական այդ նյութերն էին, որոնք ցուցադրվում են այնտեղ եւ աքադական նաեւ, իսկ ագրատացիները եկան նստեցին մշակութային շերտի վրա, յուրացրին շումերական
մշակույթ է, իսկ շումերական մշակույթը հայկական մշակույթն էր։ Շումերները առաջին ժողովուրդն են, որոնք արտագաղթել են Հայաստանից։ Այսինքն ներողություն, մեզանից տանում են, մեզանից վերցնում են, ոչնչացնում են ոչ միայն մեր ունեցածը, այլև մեր անցյալը մեր մեջ։ Խնդիրը սա է։ Սա պակասն է, որը մենք չենք կարողանում դարեր շարունակ լրացնել, որ նրանք ոչ միայն մեր ունեցվածքի, մեր ստեղծածի վրա նա ոչնչացնում են դա, այլև մարդ տեսակը, գենն են ոչնչացնում, եւ այդ բոլորը գնաց։ Այս ընթացքում մենք էլի խոսենք։ Այո։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, տեսնում եմ, որ մենք հեռախոսազանգեր ունենք, մենք հաղորդման վերջում կանդրադառնանք նաև հեռախոսազանգերի, իսկ հիմա գովազդ է մեզ մոտ, մնացեք մեզ հետ, գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ այսպես մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պատմաբան Անժելա Տերյանի եւ գրող հրապարակախոս Ռուզաննա Սատրյանի հետ։ Մենք խոսում ենք մեր մշակույթի յուրացման, իրեն արժեզրկելու, որոշ ժամանակ մեզնից օտարելու այդպիսի դեպքերի մասին։ Եվ որքան է տարօրինակ է այդպիսի դեպքերը հայոց պատմության մեջ շատ են։ Եվ քանի որ շատ հաճախ ակադեմիական գիտությունը ինքը ավելի կախված է լինում այն իշխանություններից, ովքեր հենց տվել են այդ պատվերը, փաստորեն շատ հաճախ այդ ակադեմիական գիտությունն էլ դուրս է գալիս ակնհայտ փաստերի դեմ։
Ես կուզենայի այսպիսի դեպքերի մասին պատմեիք Տիկին Տերյան։ Հաջիկով, ուրեմն ես նախ քան այդ հարցին պատասխանելը, ուզում եմ անդրադառնալ մեր անուններին, հայ արմեն անունների ծագման հարցին։ Այս հարցը բազմաթիվ անգամներ շոշափել ենք, բայց կարծես թե առայժմ չենք կարողանում հստակ պատասխան տալ։ Մենք գիտենք, որ խորենացին ասում որ Հայկի անունից, որը աստվածային ծագում ուներ, դից էր, նրա անունից առաջացել է հայոց Հայկ անունը։ Միջագիտության դիցաբանության մեջ կա հայ Աստված, որի անունը նույնպես փաստորեն մենք կրում ենք այսօր։ Բայց Արմեն անվան մասին խորենացին բերում է Արամին, որ Արամի անունից Հայկի ծորնորդին, Հայկի շարավիղներից քաջագործություններ կատարեց եւ նրա անունը օտարները մեզ կոչեցին Արմեն, Արամի անունից։ Բայց ասում է դա ոչ մետեղ գրված չի, փաստված չի այդ փաստը, որտեղ մատյանները ասում արքունական չեն գրել այդ մասին, բաբելական, ասորական չեն գրել ասում այդ մասին, ինքը ընդերից օգտվել է, չէ։ Հիմա այս վերջերս ես շատ էի մտածում այդ մասին, իսկապես մեր Արմեն անունը որտեղից մեզ, իսկ ընդհանրապես հայտնի է, որ ցանկացած ժողովրդի հին հնագույն ժողովրդի անուն Աստծո անուն է, ինչ որ Աստծո անուն պարտադիր պետք է դա իր մեջ գրի։ Օրինակ ասորիները Ասուր, Աշուր Աստծո անունից են, հնդիկները Ինդրա Աստծո անունից են առաջացել։ Մենք տեսանք Հայկը, Հայկ Աստծո անունից է առաջացել։ Հիմա Արմենը ինչից է առաջացել։ Ար Աստծո անունով։ Արը կա, այո, բայց արը արարիչն է փաստորեն եւ մենք արով դե գիտեք որ շատ անուններ ունենք, բայց այս դեպքում Արմենը մի քիչ ուրիշ է։ Ես երկար մտածելուց հետո ինձ շատ էր հետաքրքրում որ բանի ուրեմն Արմեն Թեսալացու մասին, Արմենիոս արգոնավորների մասին առասպելում կա, չէ՞ որ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմեն կամ Արմենիոս իրաց ասելով Արմեն Թեսալացին մասնակցեց ոսկե գեղմի որոնումներին, այնուհետև տեղափոխվեց Հայաստան եւ այստեղ իր անունը տվեց այս ժողովրդին։ Այսինքն Արմեն անունը նա հիշատակում է, Արմեն։ Դա ինձ շատ էր միշտ հետաքրքրում։ Այս վերջերս ես ծանոթացա մի մարդու հետ, Ռուբեն Գրիգորյան, որի հետ համագործակցեցի, շատ երկար խոսեցինք եւ ինչ պարզվեց։ Պարզվում է, որ Արմեն անունով դից կա, որը Հայկի երկրորդ որդին է փաստորեն։ Հայկի երկրորդ որդու անունը Արմեն է եղել եւ այդ Արմենի անունից է եւ հիշում եք, չէ՞, այդպիսի բան կա, որ ուրեմն սրբազան օրենքների այդ ամբողջ փաթեթը, այսպես ասած, կոչվում է մե, այսինքն մարդը երբ որ արարվեց, նրան օրենքներ տվեցին, որպեսզի նա վայրի գազային նման չլինի, օրենքներով, սրբազան օրենքներով շարժվի եւ այդ օրենքների ժողովածուն կոչվում է մե։ Հիմա մտածում ենք, որ այդ մեն տարածվել է Արատայում, դե շոմերները ասում են, որ Արատայում, Արարատում տարածված է, դա սրբազան օրենքների երկիր էր։ Հիմա, բայց ով տարածեց մեր ժողովրդի մեջ Արատայում եւ Արարատում։ Պարզվում է Արմեն անունով դիցը։ Հայկի երկրորդ որդի Արմեն անունով դիցն է տարածել այդ օրենքները հայկական լեռնաշխարհում եւ ընդհանրապես հայերի մեջ։ Եւ այստեղից էր կոչել են այս մեր ժողովրդին հարևանները Արմեն, այսինքն այդ օրենքները իմացող, օրենքները իրենց մեջ գրող մարդկանց երկիր Արմեն, այդպիսի բացատրություն ստացան, որը կարծում եմ շատ ճիշտ է, այնպես որ աշխարհի ոչ մի ժողովուրդ, այսինքն շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք աստվածային անուններով իրենց կոչել։ Տեսեք, մեր երկուսն էլ աստվածներ են փաստորեն, եւ Արմենը եւ Հայկը աստվածային ծագում ունեն։ Իսկ դա շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Իսկ ով կարող է ասել, որ ինքը ինչ որ հատուկ այդ ժողովուրդներ կարող են ասել, որ իրենց անունը ինչ որ Աստծո անուն է նշանակում։ Հիմա մեր մշակույթը ինչու են այսպես գողանում։ Գողանում են, որտեղ ասում են, կարծես թե ինչ որ տրված է դա մեզ, որ մենք պետք է արարենք, ստեղծենք։ Տեսեք, Արատայ է գնացել, ուրեմն մեկը, ասենք որ Արատայից գնացել են Շումեր, այնտեղ ուզում են տաճար կառուցեն, բայց ոչ չինափայտ ունեն, ոչ չինարարներ ունեն։ Եվ
դիմում են Արատայի տիրակալին, ասում են եւ շինարարներ ուղարկի, եւ ճարտարապետներ ուղարկի, եւ շինանյութ ուղարկի, պատկերացնում եք, այստեղ ամեն ինչ կա, ոչ միայն շինանյութը կա, այլ նաեւ այն կառուցողը կա, ճարտարապետը կա, եւ շինարարը կա։ Ահա այսպեսի ժողովրդին բնականաբար պետք է նախանձեին եւ աշխատեին ցույց տալ, որ դու ոչինչ ես, ինչը նաեւ շարունակվում է այստեղ Ադրբեջանի ղեկավարի կողմից։ Հիմա ինչ ես այսպես եմ միշտ մտածում, ինչի են ադրբեջանցիները ինչ որ հայերը ասում են, պար, երկ ենթադրենք, կամ ինչ որ մշակութային մի տար, ասում են սա մերն է, իրանց թվում է ինչ որ հայկական է, այդ իրանցն է, նույնը նաև վրացիներն են անում, ինչ որ հայկական է, մտածում են, դե մեր հարևաններն են, իրանց բախտը բերել է, որ մեր հարևանությամբ են ապրում, այդքանու չեն հասկանում, որ իրանց բախտն է բերել, եւ հիմա մեր մշակույթը քիչ փորձում են յուրացնել, բայց դե ոչ միայն յուրացնել, այլև կարողանաս ապացուցել, որ դա քոնն է։ Այնպես որ շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, բայց դե պետք չի լռել, պետք է մենք մեր խոսքը ասենք, անընդհատ ցույց տանք։ Տիկին Ասատրյանը ինչ ունեք ավելացնելու դրան։ Ուրեմն մշակույթի հետ կապված ասեմ, որ այս երկու օրը կարդացի մի պատմություն, որ Ալիևը մեծ արագությամբ Նախիջևանը ուզում է միացնել Ադրբեջանին, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, չեղյալ հայտարարելով 21 թվականի այդ պայմանագիրը։ Ուրեմն ոչ միայն այդպես, այլև Նախիջևանում աղից կառուցել են նոյի հուշարձանը, գնում երկրպագում են եւ ասում են, որ իրենք նոյի զավակներն են, որ Արարատից նոյը իջել է ուղիղ եկել այստեղ, որ սա իրենց հայրենիքն է, թե որտեղ Ադրբեջանը, որտեղ նոյը ջրհեղեղից առաջ, մեր թվարկությունից առաջ 12-րդ հազարամյակ են տանում եւ այլն։ Այսինքն կեղծելու, ուրիշինը վերցնելու, սեփականը չունենալու այդ հանգամանքը գալիս է ոչ կրթությունից, ոչ էլ բարեկրթությունից։ Դա չկա, եթե չունի մարդը, բայց ինքը ուզում է իրեն բարձրացնել, արհեստականորեն էլ բարձրացնում դրանք իրենց։ Սա է ամբողջ խնդիրը, որ ուրիշի ունեցածը բերել, տեղավորել իրենց դաշտում, իրենց տարածքում եւ տալ իրենց կոչում, նույնիսկ ադրբեջանցի անուն չեն ունեցել 36 թվականին ստիպված Ստալինը ասեց, դե բերեք մի անուն դնենք, որ դառնան ազգ, եւ ադրբեջանի ավանդակ նրանք բերեցին կոչեցին Ադրբեջան։ Իսկ 36 թվականին ստեղծված արհեստական պետությունը այսօր դարձել է մեր հազարամյակների մեր թվարկությունից աստված գիտի ինչքան, հաջորդը տալիս է 50,000 տարվա պատմություն։ Իսկ մենք գոնե այն մեր իմացած ինչ որ մեր ձեռքի դա ենք շոշափում եւ ասում ենք ամենակիչը հայկական Սյունիքի ամբողջ լեռները, ամբողջ դաշտերը, այդ բարձրավանդակները, եթե այցելում են, դուք գիտեք թե այդ ամբողջ ծրագրերը Հայկ Մարտիրոսյանը այդ բոլոր ծրագրերը ուսումնասիրել, վերանայել է այն Սուրեն Կազին Պետրոսյան Տիկնայք, մենք հեռախոսազանգ ունենք, ես ուզում եմ խոսք տամ մեր հեռուստադիտողներին հիմա։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խնդրեմ իջացրեք ձեր հեռուստացույցի ձայնը եւ մեզ հետ խոսեք հեռախոսով։ Եղավ, սիրելի Տիգրան, բարև ձեզ, շնորհավորում եմ ձեր հաղորդումը եւ ձեր երկու իրերին, ուրեմն հարցս այսպեսին է, մշակույթի մասին է խոսքը եւ երեկվա հաղորդման ժամանակ նաեւ մանկավարժության մասին էր, ուրեմն մշակույթը եւ երբ հազարգանում եւ որտեղից ասում, որ ասում են դուք գաղտնիք ոտալ, հիմա էտա, ուրեմն մեր դպրոցները հիմա որ ասում եմ, ես մեր պատմաբանները մենակ այդ մասին գիտեն, բայց ոչ մի երեխա հիմա երիտասարդությունը ոչ էլ հետաքրքրում է։ Հիմա մեր խնդրումը որից է գալի, հարցը սրանն է։ Ուրեմն դպրոցում պետք է երեխան որտեղ է զարգանում, երկու տեղ, ընտանիքում եւ դպրոցում։ Հիմա ուրեմն դպրոց ընտանիքը բոլորը գրագետ չեն եւ պետք է ընտանիքում սովորացնեն, որ պետք է լինի հայրենասիրություն, ինձ մի րոպե շատ չեմ խոսալու, հայրենասիրություն, մարդասիրություն եւ պետք է սովորել, որ լավ ապրեն, ոնց որ Փաշինյանն ասում է ճիշտ ասում, սովորի որ լավ ապրեն։ Եվ պետք է որ գիտնականներ տան տեխնոլոգիա, որ երկինն է ուժը, երբ որ երեխաները
հզորեն, խելացի են եւ հայրենասեր են։ Եվ ագետին Սիրելի հեռուստադիտող, ես խնդրում եմ ուղղակի հարցի ձևով ձևակերպեք։ Հարցն եմ տալի։ Okay, հարցն եմ տալի։ Ուրեմն երեգը խոսացին, հիմա էլ ասեմ, միշտ պրոբլեմ կա։ Ուրեմն լուսավորության մինիստրությունը բան արեց օրակավորման համար դասատուների անցկացրեց քննություններ, որ 50%-ը դասատուների չանցան, բայց փորձառու են, որտեղ փորձ ունեն աշխատանքային այդ ձևի էր։ Հիմա պետք է նույն բնակավարներում բոլորը շատ աշխատավարձ են ստանում, մանկավարժները փող չեն ստանում, դրա համար երիտասարդները այդ մանկավարժության վրա չեն եսում։ Երեք ասեցին, որ 1000 հոգի մանկավարժի պետք ունեք, բայց չկա մանկավարժներ, որովհետև պետք է տեղից լավ վարձատրել։ Հասկանալի է, ես կձևակերպեմ ես հարցը։ Հայրենասիրություն։ Շնորհակալություն։ Ես փորձեմ օգնել մեր հեռուստադիտողին հարցը ձևակերպել, որովհետև ավելի շատ ելույթ էր, քան հարց։ Ակնհայտ է, որ այս իրավիճակը տիրում է նաև մանկավարժության ոլորտում, դպրոց, բու եւ դաստիարակություն։ Ինչու մենք հիմա պատրաստ չենք ընդունել այս մարտահրավերները, երբ որ մեր մշակույթը գողանում են, մեզ սահմանափակում են իրական Հայաստանի տարածքում, կտրում են մեր ամբողջ մշակութային ու պատմական ժառանգությունից, իսկ մեր դպրոցները չեն կարողանում համապատասխան ձևով արձագանքել այս ամբողջին։ Ուցե ես մի երկու տողով պատասխանեմ, հետո Տիկին Անժելան կանդրադառնա, ուրեմն Գարեգին նշտերը շատ հետաքրքիր մի բան է ասել, որ հայրենասիրությունը մարդկության համար եւ թագ է եւ պսակ, նա շատ կարևոր է։ Հայրենասիրությունը այստեղ կոնկրետ բուրըն այն հատվածը չի, որ գնում է սահմանի վրա, կանգնում է հայրենիք է պաշտպանում, կանգնում է պատերազմի դաշտ, հայրենիք է պաշտպանում, դա անհրաժեշտություն է, դա առաջինն է, բայց հայրենասիրությունը դա երկրի սերնդի, ապակա սերնդի, եթե դու ուզում ես հայրենիք կերտել, հայրենիք պահել, ուրեմն դու նախ եւ առաջ ապակա սերունդը պետք է դաստիարակես։ Ապակա սերնդի դաստիարակության համար դու պետք է սիրես քո ժողովրդին, այդ հայրենասիրություն բառի մեջ կա ժողովրդի հանդեպ ունեցած սերը, պատասխանատվությունը ապակայի նկատմամբ, պատասխանատվություն կրթության, մշակույթի, տնտեսության, մարդկային հարաբերությունների, ամեն ինչի նկատմամբ, այդ հայրենասիրության գաղափարը մեր ծնողները, մեր հասարակությունը, կարծես թե հիմա մատերի արանքով, այսպես մի տեսակ մոտենում է այդ խնդրին, կարծես հոգնած լինի այդ բառի իմաստից, այ մենք այդ հոգնությունը պետք է հանենք այսօր ժողովրդի միջից, որ ժողովուրդը հասկանա, որ երկիրը, որտեղ ինքը ապրում է, իր համար սուրբ է եւ ինքը պետք է պաշտպանի, եւ մանկավարժությունը պետք է խստապահանջ լինի իր դաստիարակության մեջ, երեխաներին դաստիարակելիս, անկախ նրանից ինձ եւ Տիկին Անժելային ոչ ոք չի ստիպել, որ մենք կարդանք հայոց պատմություն, կարդանք եւ ուսումնասիրենք։ Ցանկացած հետաքրքիր մի բան, օրինակ երեք ես կարդացի մի նյութ Թուրքիայում հայտնաբերել են մի քար, որի սեպագրերը, որտեղ սեպագրերով գրված է հայոց հնամենի քաղաքի հիմնադրման մասին եւ ասում է լավ է որ Էրդողանը սա շուտ չի նկատել, էլի, որքան կուզենար որ դա թուրքերին վերաբերվեր, ոչ թե հայոց պատմությանը։ Հայաստանը միշտ ինչ որ արել է գոնե այն ժամանակ եթե հայոց գաղափարագրերը չեն եղել կամ տարեր չեն եղել, գոնե սեպագրերով թողել են հայոց պատմությունը։ Այսինքն մենք հայերս այնպես չի որ այն ժողովուրդն ենք որ չենք ճանաչում մեզ կամ մեր սերունդը որքան էլ որ մենք չասենք, մեր գենի մեջ խրված է հայկականությունը։ Բավական է մի փոքրիկ ջերմ վերաբերմունք, բավական է մի հայրենասիրական գործոն եւ անմիջապես զգում ես որ այո, երաժշտությունը, ազգային երաժշտությունը երբեք չպետք է մոռանալ եւ չհամարել անցյալ։ Ազգային երաժշտությունը մեր ժողովրդի գոյության հիմքն է։ Եթե այդպես չլիներ, Կոմիտասը այդքան չէր աշխատի, այդքան տարերը չէր վերցանի, հասկանալի է։ Կոմիտասը գիտեր նա ժողովրդական երկրի մեջ ամբողջ ազգի պատմությունն է թաքնված։ Հասկանում ես, երբ որ մեզ զրկել են մեր
տառերից, մեր գրերից, երբ որ քրիստոնեությունը աշխարհ եկավ, ամբողջովին ոչնչացրեցին քրիստոնեական ոչ մշակույթը։ Մենք եւս մեկ հեռախոսազանգ ունենք։ Ես ուրեմն ձեզ զանգ կտամ, այս հեռախոսազանգը ընդունելուց հետո։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ձևակերպեք ձեր հարցը խնդրեմ։ Բարև ձեզ։ Շատ յանալի ծրագիր ունեք այսօր։ Տիկինը շատ լավ բան ասա, որ Աստված, հայքը Աստված է։ Խնդրեմ ձևակերպեք ձեր հարցը, եթե կարելի է։ Իմ հարցը նա է, որ հայք Աստված էր եւ կրվում էր Բել կամ Ալլահ կամ այդ ազգի Աստծու հետ, մինչև այսօր մենք կրվի մեջ ենք։ Իսկ Նախիջևանը ես մենք բացատրեմ Ալիևին, որ Նախիջևան ինչ է նշանակում։ Նախիջաբանը գիտեք ինչ է նշանակում, որտեղ բանը եղել է դաշտավայր, ջրերով պատված դաշտավայր եղի, որ առաջին մարդը բնակվել է Նախիջևանում եւ դրանք հայեր են եղել, որ իրանք լավ է իմանան։ Այդ է իմ արդյոք Շնորհակալություն։ բաներ եք ասում։ Շնորհակալություն։ Խնդրեմ ձայնը ձեզ տիկին դերեր։ Ուրեմն այդ հարցին ես այսպես կպատասխանեմ, եթե վերևներում նստած են այնպիսի մարդիկ, որոնք հայրեն աստերեն, ազգայինի կողմնակից են, ամեն ինչ կգնա իր հունով։ Դպրոցները, մանկապարտեզները, ընդհանրապես հասարակությունը կզարգանա այնպես, ինչպես որ հարիր է ազգային պետություն ունեցող ժողովրդին։ Հիմա այսօր ինչ ենք տեսնում, երբ որ ասում են ազգային գաղափարախոսությունը սխալ կատեգորիա է կամ գաղափարախոսություն չէ եւ նման էլի ձևակերպում։ Ինտերան, ես մի հարց տամ։ Ընդունենք այնպես է ինչպես հիմա կա, ինչպես եղել է այս վերջին շրջանում։ 30 տարի Որ ընթացել այո, մեր ղեկավարները ոչինչ չեն այլ ազգայինի համար։ Արդյոք ազգը չպիտի ունենա որոշակի իմունիտետ նաեւ դրա դեմ։ Բայց չունի։ Հենց մեր ազգը ունի դա։ Եվ այդ իմունիտետը հենց մտակավորականության, ընդվզման, իրենց գործերի, իրենց գրքերի, իրենց պատմական ուսումնասիրությունների ձևով կարելի է լրացնելու այդ բացը։ Ես ուզում եմ խնդրել մեր ռեժիսորին ցույց տա ուրեմն երկու գրքերը, որոնք դրված են սեղանին։ Մեկը Անկորչնելի Հայաստանն է, 7-րդ հատորը, որը հեղինակել է Ռուզաննա Սատարյանը, եւ պատմություն Արարատ երկրի ուսումնասիրությունը, որ գրել է Անժելա Տերյանը։ Այս ձևով փաստորեն մենք փորձում ենք լրացնել այդ բացը։ Ճիշտ է, գուցե դրանց տպականակները մեծ չեն, գուցե հնարավորությունները քիչ են, բայց ես կարծում եմ, որ մեր ազգի մեջ միշտ էլ կգտնվեն համապատասխան արժանավոր այրեր, մարդիկ, գործարարներ, որոնք հասկանալով, որ այդ ազգայինը արմատն է, անպայման օժանդակեն, որպեսզի այդ արմատը ջրվի, որ այդ արմատը կարողանա ծիլ տալ։ Խնդրեմ Ռուզաննա։ Ուրեմն արմատից էլ շարունակեմ, ես հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ես գրեցի մի բանաստեղծություն, որ ավարտեցի այսպիսի երկու տողով։ Արմատի վրա կրակ մի վառեք, ինչ պատասխան տամ արարատներից։ Հիմա հայոց արմատը հայոց գենն է։ Ուրեմն թշնամին շատ լավ գիտի ինչպես անի, որ հայ ժողովուրդը չկարողանա իրականացնել իր երազանքները, վերականգնել իր լինելիությունը։ Իսկ լինելիության վերականգնումը այս ամենի մեջ է, եւ մշակույթի, եւ գրագիտության, եւ վերաբերմունքի, եւ արտաքին հարաբերությունների, եւ այսօր արդեն պետություն ունենք, եւ պետության հզորացման, եւ գիտնականներին ընդառաջելու եւ ռազմական արդյունաբերությունը ծավալելու ու հզորացնելու այս բոլորը պիտի լիներ արդեն այս 8 տարում, այս 18 թվականից հետո արդեն մենք պետք է այդ հիմքերը դրած լինենք, որքան էլ որ ասեն, որ
ամեն ինչ այդպես ահավոր վատ չի, որովհետև հայերս շատ արագ կողմնորոշվում ենք եւ կարողանում ենք մենք ինքներս մեր մեջ կայանալ։ Խնդիրը սա է, որ երբեմն ցույց չենք տալիս, բայց գիտենք, որովհետև Աստվածային ժողովրդի մեջ չի կարող բաժանություն լինի, մեկը լինի խելոք, մեկը լինի անխելք։ Այդ Աստվածային ժողովուրդը ունի իր ներսի գիրը, որով ինքը շարժվում է։ Հայերս իրավունք չունեինք ոչ տանուլ տալի այս պատերազմը, ոչ էլ նախորդ պատերազմը։ Այդ տանուլ տվեցինք մենք այն մի քանիսի պատճառով, ասում եմ, այն անձանց պատճառով, որոնք իրավունք չունեին այդ տեղերում լինելու։ Հիմա մենք սխալվեցինք, պետք է չսխալվենք գալիք ժամանակներում, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը հզորացնել։ Հայաստանի տարածքը ավելի այսպես մեծ չի, քան Սինգապուրի տարածքը։ Սինգապուրի կարճ ժամանակամիջոցում այսպիսի հզոր պետություն կարողացավ ստեղծել, ինչի համար, որտեղ կարգ ու կանոն գոյություն ունի, օրենք այնտեղ բոլորի համար հավասար է։ Ես հիշում եմ նրանց ղեկավարը, իր հոր եղբորը, որը խորհրդակցության ժամանակ ձեռք երեսին քնել էր, նրան հեռացրեցին, թե սպանեցին, ինչ-որ այնպիսի պատժի ենթարկեցին, որ մյուսները բոլորը զգաստանում։ Այսինքն ոչ թե հանցագործին այսպես բան անելով, նրանից չգիտեմ գրավ վերցնելով, ազատել թողնել գնավորելի հանցագործություններ կատարել, հանցագործություն է արել, պետք է պատժվի։ Օրենքը այսպեսին պետք է լինի բոլորի համար 10, մեզանից սկսած։ Եթե մենք էլ սխալ գործենք, մենք էլ պետք է պատժենք։ Այսպես նոր մենք կարողանանք մենք ինքնադրսևորվենք եւ առաջի հերթին ես մի բան եմ խնդրում, որպեսզի սա կայանա, հայ ժողովուրդը պետք է լինի գրագետ, ոչ թե տգետ, այլ գրագետ, պետք է ունենա գալիքի նկատմամբ իր տեսիլքը, ոչ թե 1 տարով ապրի, այլ 10, 15, 20, հիշում եք առաջ, մինչև 15-20 տարի ժամանակ էին տալիս ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչու, որպեսզի պարբերաբար աստիճանաբար զարգացնեին իրենց։ Ուրեմն մենք դուրս ենք եկել մեր սահմաններից։ Սա է ամբողջ խնդիրը, որ այսօր մեր ձեռքից ինչ-որ բաներ բաց ենք թողել, բայց լրիվ բաց թողնված չի։ Ասենք, եթե այսօրվա պայմաններում արդեն 25 հատ վարչապետացու ունենք, ներողություն, որ ասում եմ, սա չեմ կարող չասել, որովհետև այս փոքրաթիվ ժողովուրդ ունեցող այս երկիրը, օրինակ Ամերիկան այդքան հազար միլիոնավոր երկիրը ընդամենը 2 կուսակցություն ունի, Ֆրանսիան նմանապես, այս ինչ բան է, պարզվում է բոլորը ուզում են վարչապետ դառնալ, այդ ինչու եք ուզում դառնալ։ Տիկին Ասատրյան, քանի որ մեր ժամանակը արդեն մոտեցավ ավարտին, ես ուզում եմ շատ կարճ խոսք տալ ամփոփիչ նաև Տիկին Տերյանին, բառացիորեն 1 րոպեի ընթացքում։ Ուրեմն ասում եք մտավորականությունը ինչ է անում, չէ՞։ Այնուամենայնիվ այս ծանր պայմաններում, ֆինանսական, հոգեբանական ծանր պայմաններում ինչ որ բան արվում է։ Ես հիմա ուզում եմ գրքի օրինակը բերել, պատմություն Արարատ երկրի։ Ուրեմն այս գիրքը ինչ որ մեկը Ամերիկայում մի շատ երիտասարդ աղջիկ Աննա անունով նստել թարգմանել է անգլերեն։ Եվ ասես, բայց ես չեմ հրատարակելու։ Ես հրատարակեցի իհարկե գիրքը։ Հետո մտածեցի, որ դա իրենք ուզում էին Ամերիկայում տարածել, Լոս Անջելեսի հայության մեջ տարածել, այսպես ասած, այդ աղջիկը հենց այդ նպատակով էլ արել էր Աննան։ Բայց չկարողացանք ուղարկել այնտեղ, մտածեցի Սփյուռքի վարչությունը կարող է օգնել, կապեր ունի կամ կարող են իրենք վերցնել, այդքան շատ էլ չի տպաքանակ առանձնապես եղել էլի։ Դիմեցի իրենց եւ պատասխան ստացա, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։ Ինչո՞վ եք զբաղվում, եթե մշակութային գիրք, մեր պատմության մասին գիրքը չեք ուզում անգլերենով, չեք ուզում տարածել։ Շատ լավ, ինձ հուշում են, որ մեր ժամանակը ավարտվեց, մենք առիթ կունենանք դրա մասին նորից խոսելու, սիրելի բարեկամներ, սրանով ավարտում ենք մեր հաղորդումը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։